Եվ այս քայլերը, որ ուշ երեկոյան ժամերից սկսվել են, և հեռախոսակապի անցկացումը, ես պետք է հեռախոսով նախ եւ առաջ, այսինքն որպես բանակցող գոհ, ես պետք է հաղորդակցության գաբ ունենամ այնտեղ գտնվող դղաների հետ։ Գաբը խզելով իրենք արդեն այդ հնարավորությունից ինձ եւ դղաներին զրկում են։ Երկրորդը, գաբը խզելով, հեռախոսային գաբը խզելով, նրանք նաև խզում են ժամը 7-ին իմ պատասխանը ստանալու եւ իրենց փոխանցելու հնարավորությունը։ Դրա համար ես ասում եմ, այս քայլերը նշանակում են, որ իշխանությունները գնում են բանակցությունները խզելու ուղղությամբ։ Ես այս պահին չեմ ասում, որ խզված են։ Ես դեռևս ես ժամանակ եմ տալիս իշխանություններին, որովհետեւ հստակորեն ասել կամ խզված են, կամ չեն խզված։ Ես կամ պատասխան կստանամ այս վայրկյանից մինչև ես եւ պատասխանը կլինի կամ խզված են կամ ոչ, եւ եթե պատասխան չստանան, դա նշանակում է, որ բանակցությունները խզել են իշխանությունները։ Գրկնում են, խզել են այնպիսի պայմաններում, եւ այդ բանակցությունները փաբուղիում չէին գտնվում, եւ վերջին ուղերձը Սասնաձրեղ ներկայացուցիչների կողմից, որ ես փոխանցել եմ, ընդունվել է հանգիստ իգիտություն Ահաձե Բալասարյանի կողմից, առանց որևիցե այլ Դուք բանակցող միակ ներկայացուցիչն եք ներեցեք։ Մինչև ժամը 7-ը ես պետք է սպասեմ, որ ժամը 7-ին հանգարց հեռախոսը միացնեմ եւ ինձ տեղեկություն տամ։ Նման բան չի կարող լինել։ Դա իրենց, դա դղաների բանաչն է, որպեսզի իրենք մտածեն, խորհրդակցեն եւ այլն։ Ժիրայր Սեֆիլյանը ես ասացի ներողություն, ես ասացի, որ եւ երկուշաբթի եւ երեքշաբթի երկու օրերին ես ինքս հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանի Ահաձե ներկայացուցիչների եւ Սասնաձրեղ խմբի դղաների հետ։ Հետևաբար Ժիրայր Սեֆիլյանը իհարկե ինքը նաեւ մաս է կազմում այս բանակցություններին եւ բանակցությունները կարելի է ասել այդ երեք կողմերի միջեւ։ Դուք միակ անձն եք, որը բանակցությունների մանրամասներ է փոխանցում։ Ես շամ հետո դա հանդիպում։ Պավել Մանուկյանին չեն ճանաչողների հետ շփվել, ինչու՞ է սա։ Ոչ միայն Պավել Մանուկյանը, ոչ ոքի, եթե գապ չկա, նշանակում է ոչ ոքի չեն թողնում վերաթողների հետ շփվել։